Հարգելի հայրենագիտներ, անցնող շաբաթը կարևոր էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար թե ներքին քաղաքական գործընթացներու և թե արտաքին գործընկերային հարաբերություններու խորացման տեսանկյունեն։ Նիստի օրակարգին մեջ ընդգրկված էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 4-րդ լիագումար նիստի ծրագրի քննարկումը։ Մասնավորապես նախադեсված է ներկայացնել ազգային ժողովի հանձնաժողովներու հաշվետվությունները վերջին ամիսներու ընթացքին կատարված օրենսդրական նախաձեռնություններու և գործունեության վերաբերյալ։ Այս համատեքստին մեջ անհրաժեշտ կհամարեմ հատուկ շեշտել ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանի թերը օրենսդիր մարմնի համակարգված աշխատանքը ապահովելու, ժողովրդավարական ընթացակարգերու պահպանումը երաշխավորելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Նիստի երկրորդ ընթացքին ելույթներով հանդես պիտի գան Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Տիկին Լիդիա Մարգոսյան, որոնք պիտի ներկայացնեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, պետականաշինության ուղիները և քալիք ծրագիրները։ Միջազգային ներկայությունը այս նիստին ունի մեծ արժեք մեզի համար։ Հատուկ շնորհակալություն կհայտնեմ Հարավային Ամերիկայի մեր պատվիրակներուն, Արգենտինայի մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան բարոն Գիլյերմո Քարամանյան, Ուրուգվայի մեջ շփադոս բարոն Պաբլո Միսակ Թայլանյան, որոնք իրենց հետևողական գործունեությամբ նպաստ կբերեն Արևմտյան Հայաստանի արտաքին կապերու ընդլայնման, ինչպես նաև ազգային շահերու միջազգային պաշտպանության։ Նիստի երկրորդ մասին ներկայացվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ներդրումային քաղաքականության մասին օրենքի նախագիծը։ Այս օրենքի ընդունումը դիտված է որպես ռազմավարական քայլ ուղղված տնտեսական զարգացման կայուն հիմքերու ստեղծման և պետական կառավարման թափանցիկության բարձրացման։ Նախագիծը պիտի փոխանցվի ազգային ժողովին սահմանված ընթացակարգով, իսկ հաստատման շրջանը պիտի կայանա լիագումար նիստին ժամանակ։ Հարգելի գործընկերներ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության ինստիտուտները կաշխատին մեկ նպատակի համար՝ պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքը ապրելու իր պատմական հայրենիքին մեջ, ունենալու ինքնիշխան պետականություն և արժանապատիվ ներկա և ապագա։ Շնորհակալություն։